3 հասարակական կազմակերպություններ էին գրել։ Ինչ են գրած։ Կոնկրետ գրել են, որ մինչև օրենքի ուղղի մեջ մտնելը խնդրում են, որ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարվի։ Անել կուրսզնումը դերձերում։ Մենք պատասխանել ենք, որ հիմնական մեծ լուրջ փոփոխություններ են կատարում, որոնք որ խախտում են հիմնական օրենքներից փոփոխությունները։ Եվ այդ ամբողջ պրոցեդուրան ընթացակարգը այդ օրենքների նախագծերը անցել են եւ ազգային ժողովում են երկրորդ ընթերցումով անցել են։ Հիմա կառավարության որոշումներում փոփոխություն կատարելը որևիցե աննշան կոսմետիկ ինչ-որ էսպայություններ տալ, գտնում ենք ոչ նպատակարար, քանի որ լուրջ փոփոխություններ են սպասվում, այդ փոփոխությունները գալիս են օրենքի, երբ որ օրենքները կընդունվեն, ավելի մանր փոփոխություններ, որոնք որ նախատեսված են կառավարությունների որոշումից, մենք միշտ պատրաստ ենք քննարկել։ Նոր օրենքի տրամաբանությունը ի՞նչն է։ Որտեղ նոր օրենքեր են դժգոհում են, ոնց որ ասում են հիմնը գործի միջև նորը լինի։ Դուք վստահ եք, որ նոր օրենքը ընդունվի այս բողոքի ակցիաներով չեն։ Իհարկե, որտեղ այս բողոքի ակցիան չեն լինի, որովհետև այդ օրենքների փոփոխությունները, մի շարք փոփոխությունները, որոնք որ միտված են ինչպես վարորդների, ինչպես տաքսամատուրային փոխադրումների իրականացնողների, այնպես է սպառողների շահերի իրավունքների պաշտպանությանը եւ աշխատանքում գործունեության մեջ ավելի թեթևացնելու, ավելի հարկերի դուրքերի պակասեցնելու եւ այլ շատ ավելի տարբեր տիպի վճարումների եւ տարբեր ինստանցիաներում, պետական մարմիններում եւ այլն քաշքշուկների նոր օրենքով ուզում այո ես որպես չեմ Ինչու է հանվում։ որտեղ դա այսօր հաստատի չի իրականացվում։ Դա չի կիրառվում։ Ինչու՞ չեք օրենքում մշակում, որպեսզի փաստացի կիրառվի եւ հետեւեք եւ կիրառվի, որտեղ սպառողը հոգեկան հիվանդը չի կարող ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական ստանալ, սկսենք այդտեղից, հա։ Ուրիշ հիվանդությամբ որ հիվանդությամբ։ ասենք էպիլեպսիա։ Նախաուղերձային կուրսզնումը իրենց չի ներկայացնում այդպիսի լուրջ հիվանդությունների որոշում։ Դա տվյալ պահին, գիտեմ, ջերմություն, ճնշում եւ այլն եւ այլն։ Իսկ նախով Խոսքը դրան է վերաբերում։ Տեղզնումը ինչպես օրենքով ճանապարհի երթևեկության անվտանգության մասին օրենքով տաքսիները պարտավոր են տարեկան 2 անգամ մասնի տեխնիկական զննություն։ Խոսքը նախաուղերձային տեղզնության եւ բուրզնությանն է վերաբերում, որտեղ որ մարդիկ գումար էին վճարում լրացուցիչ տվյալ տիպի ծառայություններից օգտվել։ Եվ դա այդ հիմնական պահանջը հանվում է այն անհատների, սրանից հետո կլինեն արդեն նաև ֆիզիկական անձ իրավունք կվերապահվի տվյալ գործունեությամբ զբաղվելու համար, հիմնական պահանջը վերաբերում է ֆիզիկական անձանց նոր օրենքով անհատի եւ տաքսի սերվիսի աշխատողներ ոնց է վերելու հավասար դեր։ Այդ դեղին ու սպիտակի հետ կապված դժգոհում էին, էլի, դեղին համարանիշով ենք շում սպիտակները, հավասար պայմաններում բոլորը լինելու են սպիտակ համարանիշներ, որից է խնդիր չի լինելու, այո, սահմանվելու է, որ լիցենզիայի տուրքի վճարման ժամանակ, հաջորդ տուրքի վճարման ժամանակ արդեն այդ դեղին համարի պահանջը չի լինելու։ Այսինքն յուրաքանչյուր կազմակերպություն կաշխատի մինչև հաջորդ տուրքի վճարման ժամկետ դեղին հիմնագույնի համարժեք։ Նրանց հետո տան կհանձնի։ Իսկ նախորդ նոր լիցենզավորողները էլ արդեն չեն հանի համապատասխանաբար դեղին հիմնագույնի համարժեք, որը որ ԱԳ-ին մեծ գումարների իրենց ենթադրում, հանվելա դուրս է եկել լրացուցիչ ճանապարհային ոստիկանություն, տրանսպորտի նախարարություն, շփումը լրիվ Իսկ այստեղ պահանջում են, որ դին օրենքը գործի միջև։ Դա հնարավոր չէ։ Որ այսպեսի կռիվ չեն եղել, չկան հավաքվում։ Հավասար դաշտներ։ օրենքը գործում է, բայց նկատի ունենալով դաշտում բավականին շատ են այսօր սպիտակ հիմնագույնի համարժներ եւ այդ բոլորին այսօրվա դրությամբ երբ որ խնդիրը 1 կամ 2 ամսվա հարց է, բոլորին ստիպել տանել լրացուցիչ այդքան գումար վճարել, այս պահի դրությամբ մենք ստում ենք ոչ նպատակարար։ Եթե բողոքում են, ես ասում տեսնում եմ տաքսու վարորդները